այն ինչ որ այսօր մենք Ադրբեջանի հետ ունենք, դա շարունակական զիջումների հետևանքով հրադադար է նոր զիջումների խոստումով։ Այսինքն վերջին 1 տարին հաճախ ասում են Ադրբեջանը չի կրակել Հայաստանի վրա, բայց այդ 1 տարվա ընթացքում եւս տեղի են ունեցել հանձնումներ ու ամենակարևորը խոստացել է, որ օգնեք վերընտրվեմ, կրկին շարունակելու եմ հանձնել։ Մենք հաճախ ասում ենք, որ Ալիևը Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետն է, որը այս ընթացքում ցորեն է ուղարկել, բեզին է ուղարկել, վաղը միսօր նոր նվիրատվությունները անելու, կաշառքը բաժանելու, որպեսզի օգնի այս ՔՊ-ական իշխանությունը վերարտադրվի եւ շարունակի հանձնել։ Ինքը խաղաղության հետ կապ չունի։ Իր կառավարման 7.5 տարիների ընթացքում 5 շարունակական հանձնումներ է։ Վերցրեք, տեսեք։ Եվ երկրորդ խնդիրը, որ փորձել են մեր ժողովրդին վախեցնել եւ վախեցնում են, ասում են, եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, կլինի պատերազմ, որովհետեւ Ալիևը կասի ռևանշիստներն եկան իշխանության, մենք արդեն ասել ենք խաղաղություն, իսկ այդ փոփոխությունը բերելու է պատերազմ։ Այստեղ պետք է հասկանանք այս տրամաբանության մեջ, քանի Ալիևը կա, Նիկոլը պետք է լինի Հայաստանի վարչապետ ու շարունակի հանձնել։ Իրականում, եթե մենք ուզում ենք հասնել կայունության, անվտանգության, Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պահպանության, իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն։